Շան Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր հոկտեմբերի 20-ն է, երկուշաբթի։ Ձերբակալվել են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Այսօր առավոտյան ժամը 10-ից եւ 5 ժամ շարունակ Գյումրիի քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացրել քրեական ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները։ Օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքների մասին հայտնել է հակակոռուպցիոն կոմիտեն։ Իրավապահների իրականացրած գործողությունների հետևանքով գերլարված իրավիճակ էր ստեղծվել Գյումրիում։ Պարալիզացվել էր քաղաքային տրանսպորտի, համայնքապատկան շատ կառույցների աշխատանքը։ Քաղաքապետարանի շենքը պաշարած քաղաքացիները թույլ չէին տալիս բերման ենթարկել Վարդան Ղուկասյանին։ Պարբերաբար բախումներ են եղել քաղաքացիների եւ ոստիկանների միջև։ Լարված օրվա քրոնիկոնը տեսանյութում։ Առավոտյան քաղաքապետարանի դռները փակվել էին, ով ներսում էր դուրս չէր կարող գալ, ով դրսում էր ներս չէր թույլատրվում մտնել, իսկ մուտքի մոտ մեծ թվով ոստիկաններ էին։ Քաղաքապետարանի դռները ոչ մեկի առջև չբացելու պատճառը ներսում իրականացվող գործողություններն էին, շենքում էին քրեական ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները։ Ստեղծված իրավիճակից դժգոհեցին նախ այն քաղաքացիները, որոնք տարբեր հարցերով առավոտյան քաղաքապետարան էին եկել։ Ես քաղաքացի եմ ու պարտավոր եմ իմանալ քաղաքապետին ինչու համայնք ձերբակալում։ Նույն պատճառով ես եմ ստեղ, բայց որպեսզի ինչ-որ բաներ չկատարվես, մարդիկ հսկեն։ Ինչու համի քաղաքացին պիտի ներսեշ տա, իր գործունեությունը սկսե, ինչու համակը քաշկտել։ Խոչընդոտ ինչի բացավենք։ Քաղաքացիների թիվը սկսեց ավելանալ, երբ ներսից լուրեր հասան, որ իրավապահները եկել են բերման ենթարկելու Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Գյումրեցիները փորձեցին ճեղքել իրավապահների պատը, ներս մտնել ու թույլ չտալ, որ բերման ենթարկեն Գյումրիի քաղաքապետին։ Սա քաղաքացիներ ոստիկանություն լարվածության առաջին դրվագն էր։ Պարբերաբար լարվում էր իրավիճակը, քաղաքացիների թիվն ավելանում էր, ավելանում էին նաև ոստիկանական ուժերը։ Հավաքված մարդիկ պաշարեցին քաղաքապետարանի մուտքը, տարածք բերվեցին նաև կարմիր բերետավորները։ Հավաքվածներին ոստիկանությունն իրազեկում էր նաև, որ նրանց գործողությունները չեն բխում հավաքների ազատության մասին օրենքից։ Մեր գործողությունները չեն բխում հավաքների ազատության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի սկզբունքներին։ Մեր գործողություններով սահմանված անհամաչափորեն խոչընդոտում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված այլոց իրավունքների եւ ազատությունների իրացմանը։ Ոստիկանությունը պահանջում է դուրս գալ ճանապարհի երթևեկելի մասին։ Կենտրոնական հրապարակում եւ շենքի մոտ հավաքված գյումրեցիները արգելում էին իրավապահ ուժերին դուրս գալ եւ իրենց հետ տանել քաղաքապետին։ Այդ ընթացքում Գյումրիի քաղաքապետը դուրս եկավ իր աշխատասենյակից եւ կոչով դիմեց աջակիցներին, հայտարարելով, որ պատրաստ է գնալ ոստիկանների հետ, բայց քաղաքացիները թույլ չտվեցին, որ նրան բերման ենթարկեն։ Բանը հասավ ոստիկանության ու քաղաքացիների միջև բախումների։ Հավաքված բազմությանը հետո հայտնել էին, որ Վարդան Ղուկասյանը վերադարձել է աշխատասենյակ, բայց րոպեներ անց պարզ դարձավ, որ քաղաքապետին շենքի հետնամուտքով ոստիկանները բերման են ենթարկում, կոտրելով հետնամուտքի դուռն ու պատուհանը։ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելուց հետո հայտարարություն է արել նրա առաջին տեղակալը, Վարդան Ղուկասյանի փեսան, Ավետիս Առաքելյանը։ Ուրեմն Գյումրու քաղաքապետարանը գործադուլ է հայտարարում այն ժամկետ, մինչև Գյումրու քաղաքապետին, Ադրբեջան քաղաքապետին վերադարձնել։ Լուսինե Հայրապետյան, Արթուր Մելիքյան, Հորիզոն։ Հիշեցնենք Գյումրիի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններից կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում եւ Գյումրիի քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը։ Իրականացված քննչական գործողությունների մասին տեսանյութ է տարածել հակակոռուպցիոն կոմիտեն եւ դեպքին առնչվող ձայնագրություններ է նաեւ հրապարակել։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի եւ գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք գումարներ պահանջելու եւ ստանալու դեպքերի վերաբերյալ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 8 անձանց ներառյալ համայնքի ղեկավարի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու եւ ձերբակալելու մասին որոշումներ։ Նոկով ալտրադին, որի անունը ես քնորը
ես քեզ ամեն դեպքում ես քեզ բերնենք ես վերականգնություն կունենամ մենք ստանցնում ենք ագի ազգի տեսարից վերանենք քեզ մասամի քանի բան կենեն սոցիալի բաժանը ավայ կբի Make it okay, and she's getting killed. Again, it's bombing us. Could be you. Just me on the body. The full up. You come in the middle. It's bombing, one in charge. Może Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մասնավորապես պարզվել է, որ Գյումրի համայնքի ղեկավարը եւ գլխավոր ճարտարապետը տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1 կոտորակ 9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության քաղաքացու հետ մտնել կոռուպցիոն գործարքի մեջ, խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել։ Ավելին, կազմել շինությունն իբրև քանդված եւ նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն, դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով 4 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ գումարի կաշառք։ Ի կատարումն իրենց հանցավոր մտադրության գլխավոր ճարտարապետը համայնքի ղեկավարի հետ նախնական պայմանավորվածության համաձայն նրա գիտությամբ տարբեր անգամներ հանդիպումներ է ունեցել ինքնակամ շինությունը կառուցած քաղաքացու հետ, քննարկումներ ունենալով քաղաքային պաշտոնյաների կողմից շինությունն օրինականացնելու գործընթացի մանրամասների, ինչպես նաև պահանջված կաշառքի առարկա գումարը փուլային գործողություն, գումար սխեմայով մաս փոխանցելու հանգամանքների շուրջ, այդ կերպ ներկայացնելով կաշառք ստանալու վերջնական պահանջ եւ ստանալով այն տալու խոստում։ Այսինքն բազում պատկից անգամ էլ այսինքն չոր մանկապարտեզ սրտյամի ապիզը կուդանք չլկուդանք ամսմուդը ավարդագանը սա որս կենեք մարդը կուդանք կուդտու բանը ավարդագանը ինքին շլիակի կայդն է Ուրն բանեն համստարիժեցի խոսացի ձյանս վարին է բանան դավտ սեր ինչ-որ բանան ձենես նոր սինիզիտ է ես բանեքին եմ կամուզենես աներով կարևոր չիդեմ ինչ է կանոն աներով քիչ ես բանեքին ինչ են սա կարևոր զարմանել են ինչ են սա խոզվաշը Բացի այդ, քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ հանցավոր խմբի անդամները, ձգտելով ապահովել իրենց կոռուպցիոն գործողությունների գաղտնիությունը եւ շարունակականությունը, նպատակաուղղված թիրախավորել են Գյումրի համայնքի ավականու իրենց ոչ ցանկալի անդամներին, նրանց վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ հավաքելու եւ շանտաժի միջոցով վերահսկելի դարձնելու հաշվարկով։
Վերոգրյալից բացի քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ համայնքի ղեկավարը օգտվելով ի պաշտոնե իրեն տրված հնարավորությունից գործնականում նախաձեռնել է փաստացի իր կողմից օգտագործվող եւ համայնքի հաշվեկշռում գտնվող հողամասն արհեստական հիմքերի ստեղծմամբ իր ներգրաված անձի անվամբ սեփականաշնորհելու եւ իր մերձավոր ազգականին պատկանող ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու նպատակով պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու գործընթաց։ Ավելին, վարույթով փաստական տվյալներ են ստացվել նաեւ գլխավոր ճարտարապետի կողմից եւս 6 դեպքով ապօրինի գործողություններ կատարելու դիմաց մի շարք քաղաքացիներից տարբեր չափերով կաշառք գումարներ ստանալու մասին։ Քրեական վարույթով շարունակում են իրականացվել լայնածավալ օպերատիվ հետախուզական եւ ապացուցողական գործողություններ, ամբողջությամբ բացահայտելու կոռուպցիոն սխեմայի կառուցվածքն ու գործող մեխանիզմները, ինչպես նաեւ հանցավոր ցանցում ներգրաված անձանց ամբողջական շրջանակը։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ, այդ թվում նաև վարչական շենքի մուտքերի մոտ եւ վարչական շենքում հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանը, հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել, ինչը զուգորդվել է բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, որի ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել նաև վերջիններիս նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում են քննչական կոմիտեից։ Քննչական կոմիտեն նախազգուշացնում է, որ տարբեր անձանց կողմից իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը եւ միջամտելը Հայաստանի օրենսդրության համաձայն կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։ Հորդորում են ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծի ցանկացած դրսևորումից, ասված է հաղորդագրության մեջ։ Ջաջուրում գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարանը, որը Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղն է, 2023-ից 2025 թվականների ընթացքում վերանորոգվել է եւ համալրվել նոր ցուցանմուշներով։ Մեծ արժեք են ներկայացնում Խաչքարի մոտ եւ հանդիպում որմնանկարները, որոնք 2010 թվականին Գյումրիի էլեկտրատեխնիկական գործարանի վթարային շենքից տեղափոխվել էին կառավարության նիստերի դահլիճ, իսկ հիմա վերադարձել են տուն։ Մինասի ստեղծագործական ժառանգության մեծ մասը այլևս ներկայացված է Ջաջուրում։ Շիրակի մարզի մշտական ու ցուրտ քամիներով հայտնի Ջաջուր գյուղում այս աշնանը գյուղացիների համար անսովոր տաք եղանակ է։ Բնությունը ճիշտ այնպիսին է, ինչպիսին ամենահայտնի Ջաջուրցու Մինասի կտավներն են, տաք գույներով ու ջերմ։ 1970-ից 74 թվականներին Մինասը հեղինակել է 14 որմնանկար։ Դրանցից երկուսը, ինչպես թանգարանում են ասում, տուն են վերադարձել։ Խոսքը Խաչքարի մոտ եւ հանդիպում որմնանկարների մասին է։ Այն որմնանկարների, որոնք տարիներ առաջ տեղափոխվեցին կառավարության շենք, Գյումրիում համապատասխան տարածք չգտնելու հիմնավորմամբ։ Կառավարության նիստերի դահլիճում, սակայն որմնանկարները հասանելի չէին հանրությանը եւ դրանց հանրահռչակման կարիք կար, եւ որոշվեց դրանք տեղափոխել Ջաջուր, Մինասի թանգարան։ Եվ վերջապես 2025 թվականին կառավարության շատ կարևոր որոշմամբ եւ նախաձեռնությամբ այդ նմուշները տեղափոխվել են այստեղ թանգարան։ Մեր մասնակցությունը այնքանով էր, որ մենք հնարավորությունը փորձեցինք գնահատել արդյոք կարող ենք այստեղ ընդունել ցուցանմուշները, որքանով են մեր պատերի չափերը համապատասխանում եւ այլն, եւ որքանով կարող ենք նպաստել այդ գործընթացին։ Երկու որմնանկարներն էլ Մինասն արել է Գյումրիի այն ժամանակ Լենինականի էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի պատերին։ Հանդիպում որմնանկարը Մինասի 1970-ականներին հեղինակած գրաֆիկական գործերի թեմատիկայով է, գյուղական կենցաղ ու աշխատանք, իսկ Խաչքարի մոտ որմնանկարը ավելի դրամատիկ հնչողությամբ է, այն ընդհանրություններ ունի Մինասի Անուշի Վիշտը կտավի հետ, այդ ստեղծագործությունը ոչնչացել է նկարչի արվեստանոցում բռնկված հրդեհի ժամանակ, եւ համարվում է, որ Խաչքարի մոտ որմնանկարով Մինասը վերածնել է իր հիշողություններում կենթանի կտավը։ Դա հավաքական կերպարներ են Մինասի երևակայության, իսկ ինքը շատ բուռն երևակայություն ունի, հիմնված շատ խորը գիտելիքներով
հայկական մանրանկարչության։ Դրի փոխվել է էքսպոզիցիան, մենք ունենք եւ երկու որմնանկար, որ տեղափոխվեց, որ այսօր վերաբացում է եւ ունենք գեղանկարներ, որ առաջին անգամ են մեր մոտ ցուցադրվում։ Այստեղ մեր բոլոր գեղանկարներն է, որ Մինասը հենց արել է Ջաջուրում իրենց տան վերջնահարկից, քանի որ Մինասը իր մանկությունը Ջաջուրում է անցկացրել, նա շատ վառ ու լուսավոր է պահում գյուղը իր ամբողջ կենցաղով։ Մինասի թանգարանում նկարչի բնօրինակ աշխատանքներ շատ քիչ էին ներկայացված։ Էքսպոզիցիան ապահովում էին հիմնականում վերատպություններով, իսկ պատճառն այն էր, որ թանգարանում բնօրինակ աշխատանքների պահպանության խնդիր կար։ Ցուրտ Ջաջուրում առանց ջեռուցման հնարավոր չէր բնօրինակ աշխատանքներ պահելը։ Պետություն մասնավոր համագործակցության արդյունքում Ջաջուրի թանգարանը ջեռուցում ունի, ապահովում է արևային կայանը։ Մինաս Ավետիսյանի գրեթե ամբողջ գեղանկարչական հավաքածուն այստեղ է։ Մի քանի ցուցանմուշ գտնվում է մեր գլխավոր մասնաշենքում, Հանրապետության հրապարակում, ազգային պատկերասրահի ցուցասրահներում եւ ասեմ բավական բարդ որոշում էր, որովհետեւ մենք դժվարությամբ ենք բաժանվում մեր ցուցանմուշներից, բայց սա էլ է մեր մասնաճյուղը, սա էլ է մեր տունը եւ մենք որոշում կայացրեցինք, որ մասնաճյուղում պետք է հանգրվանի Մինաս Ավետիսյանի ստեղծագործական ժառանգության մեծ մասը։ Նոր ցուցադրությունն ու մասնավորապես որմնանկարների ջաջուր տեղափոխությունը ավելացնում են Մինասի թանգարանի նկատմամբ հետաքրքրությունը։ Ներգնա ու արտագնա զբոսաշրջության արդյունքում վերջին 2-3 տարիներին այցելուներն ավելացել են։ Հիմա ակնկալում են, որ այդ ցուցանիշը կրկին աճ է գրանցելու։ Դա կախված էր մի շարք գործոններից, այդ թվում նաև խոսքը միայն թանգարանի հենց լավ լինելը չի։ Դա ներքին туриզմի նաև շնորհքն է, այսպես ասեմ, որտեղ շատ են գալիս, գիտեք, Գյումրիից էլ շատ հաճախ գալիս են այստեղ։ Ջաջուր գյուղը Գյումրիից ընդամենը 12 կիլոմետր է հեռու, բայց զբոսաշրջային ուղղություններում ոչ միշտ է ընդգրկված։ Այստեղ եկողները մինասյան գույներն ու շունչը իրականում կարող են զգալ ու տեսնել։ Լուսինե Հայրապետյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։ Գյումրիի Ժան եւ Ալբեր Պողոսյաններ արվեստի քոլեջում գյումրեցի դաշնակահար, երաժիշտ եւ մանկավարժ Աշոտ Մանուկյանին նվիրված հիշատակի համերգ է տեղի ունեցել։ Բազմաթիվ մրցույթների եւ փառատոների դափնեկիր Աշոտ Մանուկյանը դասավանդել է կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղում, ինչպես նաեւ երաժշտական քոլեջներում եւ արվեստի դպրոցներում։ Հիշատակի եւ մեծարման միջոցառումը նախաձեռնել էր կինը, դաշնակահարուհի Լիլիա Մանուկյանը։ Նա հանդես է եկել հայ եւ եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով։ Դաշնամուրից հնչող ակորդներում կարոտ է ու հիշողություն, որոնք մենակատարը փոխանցում է ունկնդրին։ Երաժշտության մեջ անցյալի հուշերն է ամբարել դաշնակահարուհի Լիլիա Մանուկյանը։ Այդ նույն մեղեդիները տարիներ առաջ հնչեցնում էր ամուսնու երաժիշտ դաշնակահար Աշոտ Մանուկյանի հետ։ Արդեն 11 տարի է նրա կատարումները Աշոտ Մանուկյանի հիշատակի համար են։ Աշոտ Մանուկյանը ծնվել է 1960 թվականին Ռուսաստանում, երաժշտական կրթություն ստացել Գերմանիայում, սակայն հայրենիքին հազար թելով կապված լինելը նրան ի վերջո վերադարձրել է Գյումրի։ Այստեղ էլ նա կատարելագործվել է դաշնամուրային արվեստում։ Աշոտ Մանուկյանը դասավանդել է Կարամուրզայի անվան երաժշտական ուսումնարանում, թիվ 4 երաժշտական ուսումնարանում, նվագել է հայտնի բեմերում, արժանացել է մրցանակների։ Այդպիսի մրցույթներից մեկի ժամանակ, երբ ժյուրիի կազմում է եղել, ապագա կնոջը Լիլիային է հանդիպել։ Լիլիան հուզմունքով ու ակնածանքով է հիշում, պատմում իրենց հանդիպման ու միասին անցած ստեղծագործական ուղու ամենավառ դրվագները։ Ես շատ եմ ուզում, որ այդ մրցույթը հաղթեմ եւ ես ընդգրկվեմ, եւ ինքը ինձ մոտեցավ, մի քանի երաժշտական խորհուրդներ տվեց եւ շատ խիստ ու շատ բարդ էր։ Այդ 15 րոպեում ես փորձեցի իր խորհուրդներով արդեն ուրիշ ձևով նվագել այդ ստեղծագործությունը եւ արտերկիր մեկնեցինք, ունեցա հրաշալի համերգներ։ Բացի դաշնակահար լինելուց Աշոտ Մանուկյանը նաև մի շարք երաժշտական ստեղծագործությունների հեղինակ է։ Քեզ հետ, Սիրո բերկրանք, նվիրում, դիալոգ, գրել է նաև մանկական երգեր, հեղինակել գիտական աշխատություններ եւ հոդվածներ, որոնք մինչև օրս անտիպ են։ Երաժիշտը հարգանք եւ ճանաչում է վայելել իր տաղանդի եւ նվիրումի համար, եւ արվեստագետին բնորոշ համեստությամբ երբեք չի սիրել խոսել սեփական ձեռքբերումների մասին։ Փոխարենն այդ արել է երաժշտությունը։
ինքը չէր սիրում ընդհանրապես, որ արձագանքեին իր մասին, ինքը լուռ էր, և ես ավարտելով Չայկովսկու դպրոցը, երաժշտական, այնուհետև կոնսերվատորիա, ասպիրանտուրա, կատարելագործվել եմ Մոսկվայում, արտերկրում, շատ անվանի երաժիշտներ են ինձ դասավանդել, բայց իմ մեծ ուսուցիչին իրեն եմ համարում։ Հորս ես հիշում եմ հիմնականում որպես շատ ռացիոնալ և լուրջ մասնագետ, որը միշտ փորձում էր կյանքի խնդիրների լուծմանը շատ լուրջ մոտեցում ունենալ և նույն բանը ինձ է սովորացրել, ես կասեի դա հիմնական բանն է, որ ես իրանից ժառանգել եմ։ Մարկը և Ալենը երաժիշտների որդիներն են։ Նրանք հանդիսականի շարքերում մայրիկի կատարումներով վերադառնում են անցյալի օրեր։ Նրանցից ոչ մեկը երաժշտության ուղիով չգնաց, թեև ավագ որդին Մարկը ժամանակին ջութակի դասեր է առել այս դպրոցում։ Պատմում է այն, ինչ հիշում է հորից, և խոստովանում, որ թեև չի շարունակել ծնողների մասնագիտական ուղին, նրանցից ստացածը մնացել է որպես անփոխարինելի դաս ու կյանքի փորձառություն։ Կար տարիներ, որ ես չէի կարող պատկերացնել իմ քնելը առանց երաժշտության և մի ինձանից կողքի սենյակում միշտ մայրս կամ հայրս ինչ-որ բան են նվագում դաշնամուրի վրա, կամ համերգին են պատրաստվում, կամ ինչ-որ ուրիշ միջոցառմանը, և մի պահ եղել էր, որ ես պետք է ուրիշ երկիր գնայի կրթության հարցերով և հասկացա, որ քնելը իմ համար դժվար է դարձել, քանի որ լռություն էր, և ես արդեն այդ կարգի սովոր էի երաժշտությանը, մանավանդ դաշնամուրին, և դա երևի թե ամենատաք հիշողություններից մեկն է իմ համար։ Իրենք ոնց են վերաբերվում առհասարակ երաժշտությանը, ճիշտ է, շփում չեմ ունեցել պարոն Մանուկյանի հետ, բայց տիկին Լիլիայի հետ շփվելով կարող եմ ասել, որ շունչը իր մեջ էլ կա։ Աշոտ Մանուկյանի անունն ու վաստակը գնահատվում է նաև այսպիսի հուշ համերգներով, որտեղ ընտանիքի անդամները, գործընկերները և նրա արվեստը արժևորող մարդիկ խոնարհվում են, երաժշտության միջոցով վերապրելով այն լույսը, որը նա թողեց իր արվեստով։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարագյան, Հորիզոն։ Հայկական ավանդական ծեսեր, սովորույթներն ու կենցաղը գյուղերում պահպանում են։ Ավանդույթների կրողն ու շարունակողը հողի աշխատավորն է, նրա քրտինքով վաստակած բերքն ու բարիքը, ցորեն հատիկը ամենահամովն է։ Ամասիայի տարածաշրջանի Հողմիկ գյուղում ավանդապաշտ ընտանիքներ են ապրում, նիստուկացի, կենցաղի կրողները նրանք են։ Գյուղական կյանքն ու միջավայրը ներկայացվեց Հողմիկի մշակույթի տանը կազմակերպված միջոցառմանը։ Գյուղի պատմությունը, սովորույթները, ավանդույթներն ու խոհանոցի համեղ տարրերը Հողմիկի մշակույթի տանն էին մեկտեղել։ Գյուղացու ամբողջ տարվա աշխատանքի արդյունքը բերքն ու բարիքը աշնանային վարգույներ էին բերել։ Աշնանօրհնությունը Հողմիկում միջոցառումը գյուղի միջնակարգ դպրոցի նախաձեռնողական կազմակերպված աշխատանքի օրինակ է։ Ահա հասն է մեր հողի պտուղը, ահա աղն է մեր հոգու մաքրությունը։ Հացով ու աղով ենք դիմավորում ձեզ, սրտի ջերմությամբ, հայ օջախի սիրով։ Բարի գալուստ, բարով եք եկել մեր օջախը, թող այս հացի բույրը բարիություն բերի ձեր սրտերին։ Ամասիայի տարածաշրջանի այն գյուղերից մեկն է, որ խորհրդային շրջանում ևս բնակեցված է եղել հայերով, չի հեռացել իր ակունքներից։ Հին սովորույթների կրողն է գյուղը։ Բերքառատաշնան բարիքներով, ճաշակով ձևավորված տաղավարներում ներկայացնում էին գյուղական ավանդույթները, հողի բարիքներից պատրաստված ուտեստները։ Հացի փշուրը նույնիսկ գետին գցելը մեղք է։ Մեր գյուղը իր ավանդույթներով տիպիկ հայկական գյուղ է, որը աշխատում է հայկական բոլոր ավանդույթները, սովորույթները պահել եւ հայաբարի ապրել։ Սա խոսում է այն մասին, որ այսօր մենք սա առաջին դեպքը չէ, որ նման միջոցառում է կատարվում գյուղում եւ ամեն անգամ մեր կարող ուժերը ցանկանում են ներկայացնել հասարակությանը այն ամենը, ինչ այսօր մեր գյուղում կա։ Մեր գյուղական բնակավայրերը պահպանելու իրենց ավանդությունները ամբողջությամբ։ Սկսած հողի աշխատանքից մինչև ստացած բերքը։ Եթե նայում եք այս տաղավարներին, տաղավարներում հիմնականում ներկայացված են այն բանջարեղենները եւ մրգերը, հատիկեղենը, որոնք աճում են Հողմիկ բնակավայրում։ Եվ նաև ներկայացված է հիմնականում գյուղի առօրյան, խնդրենք,
հողի մշակումից մինչև բերքի ստացումը։ Ժամանակի թելադրանքով կենցաղ ու միջավայր է փոխվում, շատ գեղեցիկ հայկական ավանդույթներ են մոռացվում։ Արմատներից չհեռանալու ավանդույթները պահպանելու առաքելություն ունեն գյուղական համայնքները, որտեղ դեռ շարունակում են ապրել դրանցով։ Վերջին անցյալ տարի եղել Հարսանիք գյուղում, բայց երինջ են մորտում մսացու, հետո այդ մսը ճիշտ է ռեստորանում են անում բոլորի նման, բայց այդ միսը տանում են ռեստորան, այդ ավանդական պարը, հարսանեկան պար կտրելը, ամեն ինչ պահպանվում է այս գյուղում ու շատ գեղեցիկ։ Գլուխ գովալը աղջիկների, որ բարեկամի տունը տանում, գլուխ են գովում։ 5 տաղավարներով ներկայացնել ենք տարբեր ավանդույթներ, գյուղում պահպանված տարբեր ազգային սովորույթներ եւ շատ գունագեղ զարդարում է ստացվել, բացի դրանից ունենք մի տաղավար, որտեղ ներկայացված է աշակերտների ձեռքի աշխատանքները։ Հարուստ էր այս տարվա բերքը Հողմիկում, հողի մշակի չարչարանքը հայրենի հողում պտուղներ է տվել։ Ամասիայի տարածաշրջանի մյուս բնակավայրերի համեմատ Հողմիկն ավելի մեղմ բնակլիմայական պայմաններ ունի։ Միրգ բանջարեղենի, հացահատիկային եւ այլ մշակաբույսերի կողքին առաջին անգամ ներկայացրել էին Հողմիկի հողին հարմարված պտուղները նաեւ։ Հողմիկում ճիշտ է աճում է ընկուս, կաղին եւ շագանակ։ Սա մի չտեսնված բան է, որտեղ մյուս բնակավայրերում դեռևս ես չեմ տեսնում շագանակի ծառեր, սա նորություն է մեր համայնքի բնակիչների համար։ Երգն ու պարը ազգային երաժշտությունը աշնան գույներով տրամադրություն էր բերել գյուղում։ Միջոցառման ավարտին մրցանակների արժանացան աշնան բարիքները, գյուղական կյանքն ու կենցաղը համու հոտով ներկայացրած մասնակիցները։ Հողմիկում օրը տոնի էին վերածել դպրոցի մանկավարժները, աշակերտներն ու ծնողները։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։